Վաշինգտոնի պետական դեպարտամենտի հին արխիվում 2017 թվականին գաղտնազերծված փաստաթղթերի թղթապանակում ձմի փաստաթուղթ էր, որից բացակայում էին 3 էջերը։ Ավելի ճիշտ, դրանք եղել են, բայց նախքան արխիվի հրապարակումը անհայտ ձեռքը կարմիր կնիքով նշել էր կողքի. հանված է ազգային անվտանգության նկատառումներով։ Վերանայում 2025 թվական։ Այդ փաստաթղթի վերնագիրը տարածքային փոխանակման տարբերակ, հայ-ադրբեջանական բանակցությունների արձանագրություն, Սադարակ, 1999 թվականի սեպտեմբեր։ 3 բացակա էջերը պարունակում էին Ռոբերտ Քոչարյանի ստորագրությունը, այն հաստատելու համար, որ Հայաստանի նախագահը սկզբունքորեն համաձայն էր հանձնել Մեղրին և ստանալ Լաչինը, բայց էջերը հանվեցին։ Ինչու՞։ Ով փորձեց թաքցնել այդ համաձայնությունը։ Եվ ամենակարևորը, ինչպես էր հնարավոր, որ 2 ամիս հետո, հոկտեմբերի 27-ին, այդ պլանին դեմ կանգնած 2 մարդկանց՝ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին, սպանեին ազգային ժողովի դահլիճում ուղիղ եթերում։ Այս պատմությունը չի սկսվում սպանությունից։ Այն սկսվում է մի քարտեզից, որ 1996 թվականի ապրիլին Վաշինգտոնում պարզեցին 3 մարդիկ. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը և ամերիկացի դիվանագետ Ջեյմս Գոբլը։ Քարտեզը ցույց էր տալիս միջանցք Ադրբեջանից դեպի Նախիջևան, Մեղրու միջով։ Կարմիր գծով նշված էր այն տարածքը, որ Ադրբեջանը կստանար։ Կանաչ գծով այն, ինչ կմնար Հայաստանին։ Լաչինը և Ղարաբաղի մի մասը կստանար Հայաստանը, Մեղրին և Շուշին կանցներ Ադրբեջանին։ Այս պարզ երկրաչափական բաժանումը, որ կարող էր տեղավորվել մեկ թերթի վրա, պարունակում էր աննախադեպ հետևանքներ։ Եթե այս պլանը իրականանար, Հայաստանը կտրված կլիներ Իրանից։ Ադրբեջանը կստանար ցամաքային միջանցք դեպի իր անջրպետ տարածք Նախիջևանը, և ամենակարևորը՝ ջրային ռեսուրսների վերահսկողությունը, գետերի ելքները, որոնք սնուցում էին Ադրբեջանի հյուսիսը, կանցներ նոր սահմանների տակ։ Այս քարտեզը տեսել էր նաև Վազգեն Սարգսյանը, պաշտպանության նախարարը, որ այդ պահին Երևանում էր։ Երբ նրան ցույց տվեցին, նա լուռ նայեց երկար, հետո ասաց միայն մեկ բան. «Սա ինքնասպանություն է»։ Բայց ինչու Վազգենն այդքան համոզված էր, որ Մեղրիի տարբերակը աղետ է։ Պատասխանը թաքնված է ոչ թե քաղաքական տեղեկատվության մեջ, այլ նրա անձնական փորձառության մեջ։ 10 տարի առաջ, երբ Վազգենը դեռ պարզապես հրամանատար էր և պաշտպանում էր Արցախի սահմանները, նա տեսել էր, թե ինչ է նշանակում տարածք կորցնելը։ 1991 թվականին, երբ ադրբեջանական ուժերը գրավեցին Մարտունու մոտ գտնվող մի փոքրիկ բարձունքը, նրա զորամասը զրկվեց կարևոր դիտահասկման կետից։ Հետևանքները եկան անմիջապես։ 3 ամիս անց ադրբեջանցիները կարողացան շրջափակել գյուղերից մեկը, քանի որ այլևս չկար ճիշտ դիտարկման կետ։ Վազգենը երբեք չմոռացավ այդ դասը։ Տարածքը ռազմավարություն է։ Եթե կորցնես Մեղրին, կորցնում ես ոչ միայն ճանապարհը դեպի Իրան, այլ նաև վերահսկողությունը ողջ հարավային սահմանի վրա։ Երբ Ջեյմս Գոբլը ներկայացրեց իր պլանը, խաղաղության համար իրատեսական տարբերակ, Վազգենը հասկացավ, որ դա մի խաղ է, որտեղ իրատեսականությունը թաքցնում է հաշվարկը։ Գոբլը ասել էր, որ իր 3 տարբերակներից ամբողջական ջնջում Ղարաբաղ Հայաստանին կամ տարածքային փոխանակում միայն վերջինն է իրատեսական։ Բայց Վազգենը տեսնում էր, որ այս իրատեսականությունը իրականում հիմնված է այն ենթադրության վրա, որ Հայաստանը պետք է զիջի, որովհետև այլ տարբերակներ չկան։ Վազգենի գրասենյակում Հանրապետության հրապարակի 5-րդ հարկում 3 լուսանկար էր կախված պատին։ Առաջինը հայրը, որ զոհվել էր մեծ հայրենականի ժամանակ։ Երկրորդը իր ընկերները Արցախից, որոնցից կեսը այլևս ողջ չէին։ Երրորդը Շուշիի ազատագրման լուսանկարը, կարը 1992 թվականի մայիսի 8-ից։ Այդ լուսանկարներն իրեն հիշեցնում էին, թե ինչի համար էր նա պայքարում։ Ոչ թե փաստաթղթերի, այլ արյան համար։ Ոչ թե քարտեզների վրա գծերի, այլ իրական սահմանների համար։ Երբ նրան հարցրին, թե արդյոք նա համաձայն է տարածքային փոխանակման հետ, նա դիմեց հարցնողին ուղիղ աչքերի և ասաց. «Եթե դուք կարծում եք, որ Մեղրին պարզապես ճանապարհ է, դուք երբեք չեք հասկացել, թե ինչ է նշանակում տարածք պաշտպանելը»։ Այս պատասխանը գրանցվեց բանակցային արձանագրության մեջ, բայց հետո հանվեց գաղտնազերծված տարբերակից։ Ինչպես կարող էր մի այդքան կարևոր դիրքորոշում պարզապես անհետանալ։ Քոչարյանի և Սարգսյանի միջև ավելի խոր հակասություն էր, քան պարզապես քաղաքական տարաձայնություն։ Երկուսն էլ եկել էին Ղարաբաղի պատերազմից, բայց տարբեր դասեր էին սովորել։ Քոչարյանը, որ դարձել էր նախագահ 1998 թվականին, հավատում էր դիվանագիտական լուծումներին։ Նա տեսնում էր պետություն, որ պետք է գոյատևի սահմանափակ ռեսուրսներով և շատ թշնամիներով։
Հետևաբար, եթե բանակցությունների սեղանին կարող է ստանալ Լաչինը, զոհելով Մեղրին, դա հավասարակշռված փոխանակում է։ Սարգսյանը մտածում էր այլ կերպ։ Նրա համար Մեղրին ոչ թե սուտակ քարտ էր, այլ պաշտպանության վերջին գիծը։ Եթե հանձնես Մեղրին, Հայաստանը դառնում է երկու կողմից շրջափակված, եւ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են դիկտել պայմաններ անհատույց։ Այս մտածելակերպերի տարբերությունը դիվանագիտական գործունականություն ընդդեմ ռազմավարական հեռատեսության վերածվեց գաղտնի պատերազմի երկու իշխանությունների միջև։ Եվ այդ պատերազմում էր ծնվում 4-րդ տարբերակը, որի մասին Ջեյմս Գոբլը երբեք չպատմեց։ 1999 թվականի ապրիլի վերջին Վազգեն Սարգսյանը տվեց իր առաջին հարցազրույցը Մեղրիի տարբերակի մասին, ավելի քան 1 տարի շարունակ լռելուցից հետո։ Հարցազրույցը տրվեց հայկական փոքր հեռուստաընկերությանը, որ աշխատում էր անկախ եւ շատ չէր կախված պետական ֆինանսավորումից։ Այդ հարցազրույցի ձայնագրությունը գոյություն ուներ, բայց երբեք չի եթեր հարցրել, ինչու այդ հարցազրույցի բնօրինակը անհետացել է հեռուստաընկերության արխիվից։ Պահպանվել է միայն մի պատճեն, որ գտել է հաշմանդամություն ունեցող նկարահանող օպերատորը, որ պահել էր տնային հավաքածուում։ Այդ հարցազրույցում Վազգենը խոսեց այն մասին, ինչի մասին ոչ ոք չէր խոսել բարձր։ Մեղրիի տարբերակը մեզ ներկայացնում են որպես փոխզիջում, ասաց Վազգենը նստած սև աթոռում, ձեռքերը հանգիստ դրած սեղանին։ Բայց փոխզիջումը երկկողմանի է։ Մենք հանձնում ենք Մեղրին, մենք հանձնում ենք Շուշին, մենք հանձնում ենք ջրային ռեսուրսների վերահսկողությունը։ Ինչ ենք ստանում։ Լաչինի միջանցք, որը կարող է փակվել ցանկացած պահի, եթե Ադրբեջանը որոշի խախտել համաձայնագիրը։ Սա ոչ թե փոխզիջում է, սա անհավասար փոխանակում է։ Հարցազրույցավարը հարցրեց. իսկ եթե այս պլանը աջակցում է միջազգային հանրությունը։ Վազգենի պատասխանը եղավ կտրուկ։ Միջազգային հանրությունը չի ապրում Հայաստանում։ Եթե Մեղրին փոխանցվի Ադրբեջանին, Վաշինգտոնը չի զգա դա, բայց Երևանը կզգա, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը սկսեն դիկտել պայմաններ, որովհետեւ մենք այլևս չունենք սահման Իրանի հետ։ Սակայն այս հարցազրույցի իսկական պայթուցիկ մասը եկավ հարցի պատասխանում, թե արդյոք նա գիտի, ովքեր Հայաստանից համաձայն են այս պլանի հետ։ Վազգենը դադար տվեց, նայեց խորը լրագրողի աչքերին եւ ասաց. Ես գիտեմ, որ 3 մարդ Երևանում համաձայն են այս տարբերակի հետ։ Երկուսը պաշտոնյաներ են։ Երրորդը արտաքին ազդեցություն ստացող գործիչ է։ Ես չեմ տա անուններ, բայց ասեմ միայն, եթե նրանք կարծում են, որ Հայաստանը կարող է գոյատևել առանց Մեղրիի, նրանք սխալվում են։ Հարցազրույցը դադարեց այդ պահին։ Օպերատորը հետո պատմեց, որ Վազգենը պահանջել է ջնջել վերջին 3 րոպեները, բայց նա արդեն հասցրել էր պատճենել։ Երբ հարցրին, թե ինչու պահանջեց ջնջել, Վազգենը ասել է, որովհետև ես դեռ ուզում եմ ապրել մինչև սեպտեմբերը։ Ինչ նշանակում էր սեպտեմբերը։ Սեպտեմբերը Սլինի Սադարակի հանդիպումը։ Հանդիպում, որտեղ Կոչարյանը սկզբունքորեն կհամաձայներ Մեղրիի տարբերակին։ Բայց Վազգենը արդեն գիտեր, որ այդ հանդիպումը տեղի կունենա։ Ավելին, նա գիտեր, որ եթե ինքը չանի ինչ-որ բան, դա կավարտվի համաձայնագրի ստորագրմամբ։ Հետևաբար, նրա հաջորդ քայլը եղավ գնալ դեպի այն մարդկանց, ովքեր կարող էին կանխել այս սցենարը։ Իսկ ամենաուժեղ դաշնակիցը, ում Վազգենը ուներ, Կարեն Դեմիրճյանն էր, ազգային ժողովի նախագահը, մի մարդ, որը նույնպես դեմ էր Մեղրիի տարբերակին, եւ ով ուներ իր սեփական պատճառները դրան դեմ լինելու համար։ Կարեն Դեմիրճյանը քաղաքականության մեջ էր մտել դեռ սովետական միության ժամանակներում, եւ նա գիտեր, թե ինչպես է գործում իշխանությունը ներսից։ Երբ Վազգենը հանդիպեց նրա հետ 1999 թվականի մայիսին, նա ասաց նրան մի բան, որ Վազգենը երբեք չմոռացավ. Վազգեն, դու ռազմական մարդ ես, դու գիտես, թե ինչպես պաշտպանել սահմանը, բայց քաղաքականության մեջ սահմանները տարբեր են։ Այստեղ սահմանը անցնում է ոչ թե հողի, այլ ազդեցության վրա։ Եթե Մեղրիի տարբերակը ընդունվի, մենք կկորցնենք ոչ միայն տարածք, այլ նաև ազդեցությունը այն մարդկանց վրա, ովքեր դեռ հավատում են, որ Հայաստանը կարող է անկախ մնալ։ Սա էր այն պահը, երբ Վազգենը հասկացավ, որ նա պայքարում է ոչ միայն դիվանագիտական պլանի դեմ, այլ նաև այն մարդկանց դեմ, ովքեր արդեն որոշել էին, թե ինչ է լավագույնը երկրի համար։ Հարցի պատասխանը թաքնված էր մեկ այլ փաստաթղթում, որ հայտնաբերվեց ոչ թե Վաշինգտոնի արխիվներում, այլ Ստրասբուրգի դատարանի նյութերի մեջ, որտեղ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունների փաստաթղթերը պահվում են։ Դա եղավ նամակ, որը գրել էր անհայտ մարդը Վազգեն Սարգսյանին 5 շաբաթ առաջ սպանությունից։ Նամակը գտնվեց Վազգենի գրասենյակի թղթապանակում, նշված որպես անանուն նամակ, սեպտեմբերի 15, 1999։ Նամակի բովանդակությունը համառոտ էր,
բայց սարսափելի իր հստակությամբ։ Պարոն Սարգսյան, դուք դեմ եք Մեղրիի տարբերակին։ Դուք մտածում եք, որ դա անում եք երկրի փրկության համար։ Բայց գիտեք, որ ավելի ուժեղ կողմեր արդեն որոշել են, որ այս պլանը իրականացվի։ Եթե դուք շարունակեք կանգնել ճանապարհին, դուք կդառնաք խոչընդոտ, որը պետք է հեռացվի։ Ձեր ընտրությունը պարզ է, կամ հրաժարվեք դիրքորոշումից, կամ պատրաստվեք հետևանքներին։ Այս նամակը Վազգենը չցույց տվեց ոչ ոքի, բացառությամբ Կարեն Դեմիրճյանի։ Երբ Դեմիրճյանը կարդաց, նա ուշադիր նայեց Վազգենին եւ ասաց. «Դու գիտես, թե ով գրեց սա»։ Վազգենը պատասխանեց. «Ոչ, բայց ես գիտեմ, թե ով կարող էր տալ հանձնարարություն գրելու սա»։ Եվ այդ պահին երկուսն էլ հասկացան, որ նրանք դուրս էին եկել պարզ քաղաքական բանավեճից եւ մտել էին մեկ այլ տարածք, որտեղ կանոնները գրված չէին եւ որտեղ վտանգը իրական էր։ Դեմիրճյանը առաջարկեց գումարել գաղտնի հանդիպում վստահելի մարդկանց հետ, մարդիկ, որոնք համաձայն էին նրանց դիրքորոշման հետ եւ կարող էին օգնել կազմակերպել դիմադրություն։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին Վազգենի տանը, Նոր Քմարաշի թաղամասում։ Հանդիպմանը ներկա էին 6 մարդ. Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը եւ եւս 4 անուն, որոնք երբեք չեն հրապարակվել։ Բայց մենք գիտենք, թե ինչ մասին խոսեցին այդ երեկո, որովհետեւ մեկը նրանցից թողեց ձայնագրություն, որը հայտնաբերվեց 15 տարի հետո մի անտեսված արխիվի դարակում։ Սեպտեմբերի 22-ի երեկոն Նոր Քմարաշի Վազգեն Սարգսյանի տանը չհիշեցնում էր սովորական քաղաքական հանդիպում։ Ոչ մի պաշտոնական մեքենա, ոչ անվտանգության ծառայության ուղեկցություն, ոչ լրագրողներ։ 6 մարդ եկան առանձին, 5-ից 7-ի միջև, յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում, որպիսի չառաջացնեն կասկած։ Առաջինը եկավ Կարեն Դեմիրճյանը, 5-ի 15-ին, իր սեփական մեքենայով, առանց վարորդի։ Երկրորդը մի նախկին հրամանատար Արցախից, որի անունը երբեք չի հրապարակվել։ Երրորդը տնտեսագետ, որ աշխատում էր կառավարությունում, բայց խորհրդատու էր Վազգենի համար։ Չորրորդը եւ հինգերորդը երկու խորհրդարանական падգամավոր, որոնք հայտնի էին իրենց կոշտ դիրքորոշումներով Ղարաբաղի հարցում։ Վեցերորդը եկավ վերջինը, 8-ին անց 10 րոպե։ Նա էր միակը, ով թողեց ձայնագրիչը միացրած իր պայուսակում։ Այդ ձայնագրությունը 1999 թվականի սեպտեմբերի 22-ի երեկոյի 6 ժամ 34 րոպեի ձայնագրությունը պահպանվեց 15 տարի։ Եվ այն պատմում է այն պատմությունը, որ պաշտոնական պատմությունը յունը երբեք չպատմեց։ Ձայնագրությունը սկսվում է Վազգենի ձայնով։ «Շնորհակալություն, որ եկաք», ասում է նա։ «Մենք այստեղ ենք, որովհետև ունենք խնդիր, որը չենք կարող քննարկել պաշտոնական ձևով։ Մեղրիի տարբերակը ոչ միայն դիվանագիտական պլան է, սա որոշում է, որը կփոխի Հայաստանի ճակատագիրը հաջորդ 100 տարիների համար»։ Լռություն։ Հետո Կարեն Դեմիրճյանի ձայնը. «Վազգեն, մենք բոլորս գիտենք, թե ինչու ենք այստեղ։ Հարցը այն է, ինչ կարող ենք անել»։ Եվ այստեղից սկսվում է իսկական հանդիպումը։ Տնտեսագետը խոսում է առաջինը, նրա ձայնը երիտասարդ է, ներվայնացած։ «Ես վերլուծել եմ Մեղրիի տարբերակի տնտեսական հետևանքները», ասում է նա։ «Եթե մենք կորցնենք Մեղրին, մենք կորցնում ենք ճանապարհը դեպի Իրան։ Իրանը մեր միակ բաց սահմանն է։ Ամեն ինչ մենք ներմուծում ենք, ընտանի եւ էներգիա, գալիս է Իրանից։ Եթե այդ ճանապարհը կտրվի եւ Ադրբեջանը վերահսկի Մեղրու միջանցքը, նրանք կարող են ցանկացած պահի փակել այն։ Հետևանքը տնտեսական շրջափակում, որը կլինի ավելի ծանր, քան 9-10 թվականների շրջափակումը»։ Լռություն։ Հետո նախկին հրամանատարի ձայնը, խռպոտ, ծանր. «Տնտեսությունը կարևոր է, բայց ռազմական խնդիրը ավելի լուրջ է», ասում է նա։ «Մեղրին մեր հարավային պաշտպանության գիծն է։ Եթե այն անցնի Ադրբեջանին, Թուրքիան կկարողանա մտնել Նախիջևան առանց անցնելու Իրանի տարածքով։ Սա նշանակում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կստեղծեն միասնական սահման, եւ դա կկատարվի Հայաստանի հողի վրայով։ Եթե դուք կարծում եք, որ դրանից հետո մենք կկարողանանք բանակցել այլ պայմաններով, դուք սխալվում եք»։ Երկու падգամավորները խոսում են միաժամանակ, ներվայնություն, բայց հստակություն։ «Մենք կարող ենք փոխել հանրային կարծիքը», ասում է մեկը։ «Մարդիկ դեռ չգիտեն, թե ինչ է նշանակում Մեղրիի տարբերակը։ Նրանց պատմում են, որ դա խաղաղություն է, բայց ոչ ոք չի բացատրում, որ դա նաև կորուստ է տարածքի, անվտանգության, տնտեսության։ Եթե մենք սկսենք խոսել բարձր, մենք կարող ենք ստեղծել ճնշում Կոչարյանի վրա»։ Բայց Վազգենը հատում է նրան. «Ոչ», ասում է նա։ «Եթե մենք սկսենք հրապարակային քարոզչություն, մենք կդառնանք թիրախ։
Կոչարյանը կասի, որ մենք ձախողեցնում ենք բանակցությունները, եւ միջազգային հանրությունը կհավատա նրան, ոչ թե մեզ։ Մեզ պետք է այլ ռազմավարություն։ Կարեն Դեմիսյանն այն պահին խոսում է, եւ այն, ինչ նա ասում է, փոխում է հանդիպման ողջ ուղղությունը։ Վազգեն ճիշտ է, ասում է նա։ Մենք չենք կարող պարզապես դեմ լինել։ Մենք պետք է առաջարկենք այլ տարբերակ։ 4-րդ տարբերակ, որը ոչ Գոբլին է պատկերացրել, ոչ Կոչարյանը, ոչ էլ Ալիևը։ Մի տարբերակ, որը կծնի Հայաստանից եւ որը կպաշտպանի մեզ շահերը առանց զոհելու տարածք։ Լռություն։ Հետո մեկը հարցնում է. Ինչպիսին տարբերակ։ Եվ այստեղ Դեմիրճյանը սկսում է խոսել այն պլանի մասին, որը նրանք մշակել էին Վազգենի հետ նախորդ 2 շաբաթների ընթացքում։ Պահանջենք միջանցքի կարգավիճակ Լաչինի համար, բայց ոչ թե որպես փոխանակում Մեղրիի համար, ասում է Դեմիրճյանը։ Պահանջենք Ղարաբաղի անվտանգության երաշխիքներ, ոչ թե Ադրբեջանից, այլ միջազգային հանրությունից։ Պահանջենք, որ Ադրբեջանը հրաժարվի ռազմական լուծումից, որպես նախապայման ցանկացած տարածքային փոխանակման համար։ Եվ ամենակարևորը, պահանջենք ժամանակ։ 10 տարի բանակցությունների կցությունների համար, ոչ թե 3 ամիս որոշում կայացնելու համար։ Լռություն այս անգամ երկար է։ Հետո տնտեսագետը հարցնում է. բայց արդյոք Կոչարյանը կընդունի այս պլանը։ Եվ Վազգենը պատասխանում է. նա չունի այլ ընտրություն, եթե մենք կարողանանք համոզել նրան, որ Մեղրիի տարբերակը քաղաքական ինքնասպանություն է։ Ձայնագրության վերջին մասը ամենաօգտակարն է։ Մեկը հարցնում է. եւ եթե Կոչարյանը չլսի մեզ։ Եվ այստեղ է, որ Կարեն Դեմիրճյանը ասում է այն նախադասությունը, որը կդառնա մարգարեություն։ Եթե նա չլսի մեզ, մենք կդիմենք ժողովրդին, ասում է Դեմիրճյանը։ Մենք կգումարենք մեծ հանրահավաք, մենք կբացահայտենք գաղտնի բանակցությունների մանրամասները, եւ մենք կտանք Կոչարյանին ընտրություն, կամ հրաժարվել Մեղրիի տարբերակից, կամ հրաժարվել իր պաշտոնից։ Լռություն։ Հետո Վազգենի ձայնը, ցուրտ, հաշվարկված։ Բայց եթե մենք դա անենք, մենք պետք է պատրաստ լինենք հետևանքներին, ասում է նա։ Կարեն, դու եւ ես, մենք դառնում ենք թիրախ։ Մենք դառնում ենք խնդիր այն մարդկանց համար, ովքեր ուզում են այս պլանը իրականացնել։ Եվ խնդիրները լուծվում են։ Լռություն։ Հետո Դեմիրճյանը ասում է. ես պատրաստ եմ այդ ռիսկին, եթե դու ես։ Եվ Վազգենը պատասխանում է. ես եմ։ Հանդիպումը ավարտվում է ժամը 11-ին։ 6 մարդիկ լքում են տունը նույն կերպ ինչպես եկել էին, առանձին, տարբեր ժամանակներում։ Վերջինը լքում է տունը մեկնարկող ձայնագրիչը կրող մարդը։ Նա չի անջատում ձայնագրիչը։ Եվ հետո, երբ նա նստում է իր մեքենայում, մի ձայն երևում է ձայնագրության վրա։ Դա Վազգենի ձայնն է, որ խոսում է հեռախոսով, հավանաբար մտածելով, որ բոլորը գնացել են։ Այո, նրանք համաձայն են, ասում է Վազգենը։ Մենք սկսում ենք վաղը, բայց ասա Արամին, որ լինի զգույշ։ Եթե Կոչարյանի մարդիկ իմանան, որ մենք պլանավորում ենք հանրահավաք, նրանք կարող են անել ինչ-որ բան, նախքան մենք հասցնենք։ Լռություն։ Հետո. այո, ես գիտեմ, բայց մենք չունենք այլ ընտրություն։ Մեղրին չի կարող փոխանցվել Ադրբեջանին, եւ եթե դա նշանակում է, որ մենք պետք է գնանք մինչև վերջ, ապա այդպես կլինի։ Այդ ձայնագրությունը վերջացավ գիշերվա 11:46-ին։ 35 օր հետո Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը կլինեին մեռած։ Բայց այս ձայնագրությունը ապացուցում է մի բան. նրանք գիտեին, որ վտանգ կա։ Նրանք գիտեին, որ նրանց դիրքորոշումը կարող է արժենալ նրանց կյանքին, բայց նրանք ընտրեցին շարունակել։ Հոկտեմբերի սկզբին Վազգեն Սարգսյանը սկսեց վարվել տարօրինակ։ Նրա մոտակա ընկերները նկատեցին փոփոխությունները, բայց ոչ ոք չկարողացավ բացատրել դրանք։ Առաջին նշանը եկավ հոկտեմբերի 3-ին, երբ Վազգենը մերժեց մասնակցել պաշտպանության նախարարների հանդիպմանը Մոսկվայում։ Սա անսովոր էր, որովհետև Վազգենը երբեք չէր բաց թողնում այդպիսի հանդիպումներ։ Երբ նրան հարցրին ինչու, նա պարզապես ասաց. ես չեմ կարող հեռանալ Երևանից այս պահին։ Երկրորդ նշանը եկավ հոկտեմբերի 6-ին, երբ Վազգենը փոխեց իր անվտանգության ծառայության ղեկավարին։ Հին ղեկավարը, որը ծառայել էր նրան 3 տարի, փոխարինվեց նոր մարդով, ում Վազգենը ճանաչում էր դեռևս Արցախի պատերազմից։ Երբ հարցրին ինչու, Վազգենը ասաց. ես պետք է վստահ լինեմ այն մարդկանց, ովքեր պաշտպանում են ինձ։ Բայց ամենատարօրինակ նշանը եկավ հոկտեմբերի 13-ին։ Այդ օրը Վազգենը այցելեց Եռաբլուր, զինվորական Պանթեոն, որտեղ թաղված են Արցախի պատերազմի զոհերը։ Նա մնաց այնտեղ 2 ժամ, մենակ, առանց անվտանգության ծառայության, առանց խորհրդականների։
Պանթեոնի պահակը հետո պատմեց, որ Վազգենը նստել էր մի գերեզմանի մոտ, իր մի ընկերոջը, որը զոհվել էր 1992 թվականին Շուշիի ազատագրման ժամանակ։ Եվ նա խոսում էր ոչ թե բարձր, այլ շշուկով, կարծես խոսում էր մեռելների հետ։ Պահակը չլսեց, թե ինչ էր ասում Վազգենը, բայց նա տեսավ, որ Վազգենը լաց էր լինում։ Երբ Վազգենը հեռացավ, պահակը գտավ մի թերթիկ, որը մնացել էր գերեզմանի քարի վրա։ Այնտեղ գրված էր միայն մեկ նախադասություն. «Ներիր ինձ, եթե ես չհասցնեմ»։ Սա չէր միական հասկանալի գործողությունը։ Հոկտեմբերի 16-ին Վազգենը գրեց 2 նամակ, մեկը իր կնոջը, մյուսը իր որդուն։ Նամակները փակ էին ծրարներում, նշված «Բացել միայն իմ մահից հետո»։ Նա տվեց այդ ծրարները իր եղբորը, պահելու համար անվտանգ տեղում։ Երբ եղբայրը հարցրեց, ինչու է նա գրում այդպիսի նամակներ, Վազգենը պատասխանեց. «Որովհետև ես չգիտեմ, թե արդյոք կկարողանամ ասել նրանց այն, ինչ ուզում եմ ասել, երբ ժամանակը գա»։ Այդ նամակները երբեք չեն բացվել։ Նրանք կորան հոկտեմբերի 26-ից 27-ի գիշերը, երբ Վազգենի տունը խուզարկվեց անհայտ մարդկանց կողմից, որոնք փնտրում էին փաստաթղթեր։ Եղբայրը հետո ասաց, որ նա փորձեց պաշտպանել ծրարները, բայց նրան սպառնացին, եւ նա տվեց դրանք։ Բայց ամենավախենալու նշանը եկավ հոկտեմբերի 25-ին, ընդամենը 2 օր մինչև սպանությունը։ Այդ օրը Վազգենը հանդիպեց մի մարդու հետ, որի անունը մենք չենք կարող հրապարակել, բայց ում դերը այս պատմության մեջ կարևոր է։ Այդ մարդը բժիշկ էր, հոգեբույժ, որը աշխատում էր կառավարական հիվանդանոցում։ Վազգենը չէր հիվանդ, բայց նա ուզում էր խորհրդատվություն ստրեսի կառավարման մասին։ Բժիշկը հետո պատմեց, որ Վազգենը նրան ասաց. «Ես չեմ կարող քնել։ Ես տեսնում եմ դժբախտ երազներ։ Ես տեսնում եմ արյուն։ Ես տեսնում եմ մարդկանց, որոնք մեռնում են։ Եվ ամենասարսափելին այն է, որ ես տեսնում եմ ինձ, մեռած, բայց ես չգիտեմ, թե որտեղ եւ ոչ էլ երբ»։ Բժիշկը խորհուրդ տվեց Վազգենին վերցնել արձակուրդ, հանգստանալ, հեռանալ քաղաքականությունից մի ժամանակ։ Բայց Վազգենը ժպտաց եւ ասաց. «Բժիշկ, ես չեմ կարող արձակուրդ վերցնել։ Ես ունեմ աշխատանք, որը պետք է ավարտեմ, եւ եթե ես չավարտեմ այն, ոչ ոք այլ չի անի»։ Բժիշկը հարցրեց. «Ինչ աշխատանք»։ Վազգենը պատասխանեց. «Փրկել երկիրը այն մարդկանցից, ովքեր պատրաստ են վաճառել այն միջազգային հանրությանը»։ Հոկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 6-ին Վազգեն Սարգսյանի անձնական բժիշկը ստացավ զանգ։ Վազգենի ձենի ձայնը հանգիստ էր, բայց բժիշկը, որը ծանոթ էր նրան 10 տարի, անմիջապես նկատեց ինչ-որ բան։ «Դավիթ, ես ունեմ ցավ կրծքավանդակում», ասաց Վազգենը։ «Ոչինչ լուրջ, բայց ուզում եմ, որ դու ստուգես»։ Բժիշկը եկավ 20 րոպե անց։ Նա չգտավ սրտի խնդիր, բայց այն, ինչ նա գտավ, ավելի անհանգստացնող էր։ Վազգենի արյան ճնշումը բարձր էր՝ 169-110, սրտի զարկերը 95 րոպեում։ Կորտիզոլի մակարդակը արյան վերլուծության արագ թեստով եռապատիկ բարձր նորմալից։ Սրանք ծայրահեղ ստրեսի նշաններ էին, մարմինը, որը պատրաստվում էր պայքարի կամ փախուստի։ «Վազգեն, դու գտնվում ես քրոնիկ ստրեսի վիճակում», ասաց բժիշկը։ «Քո մարմինը արտադրում է ադրենալին եւ կորտիզոլ այնպես, կարծես դու մարտական գոտում ես։ Եթե դա շարունակվի, դու կարող ես ստանալ սրտի կաթված կամ ուղեղային արյունահոսություն»։ Վազգենը լսում էր լուր։ Հետո հարցրեց. «Որքան ժամանակ ունեմ»։ Բժիշկը չհասկացավ հարցը։ «Որքան ժամանակ ինչի համար»։ Վազգենը նայեց նրան ուղիղ աչքերի։ «Որքան ժամանակ կարող եմ շարունակել այս ռեժիմով, առանց մարմինս փլուզվի»։ Բժիշկը մտածեց. «Միցեց, մի քանի շաբաթ, գուցե ամիս, բայց Վազգեն, ինչու ես հարցնում սա»։ Վազգենը ժպտաց. «Որովհետև ես պետք է դիմանամ մինչև նոյեմբերի 10-ը»։ Այս երկխոսությունը, որը գրանցված է բժշկական քարտում, բացահայտում է մի բան, որի մասին պատմաբանները հազվադեպ են խոսում։ Քաղաքականությունը ոչ միայն մտավոր խաղ է, այն նաև ֆիզիոլոգիական պատերազմ է։ Երբ մարդը գտնվում է մշտական վտանգի տակ, նրա մարմինը փոխվում է։ Ադրենալինը պահպանում է նրան արթուն, բայց քայքայում է նյարդային համակարգը։ Կորտիզոլը տալիս է էներգիա, բայց քայքայում է իմունային համակարգը։ Սերոտոնինի մակարդակը ընկնում է, եւ մարդը սկսում է տեսնել աշխարհը ավելի մութ, ավելի վտանգավոր։ Վազգեն Սարգսյանը հոկտեմբերի 26-ին 6-ին ֆիզիոլոգիապես գտնվում էր այնպիսի վիճակում, որը նմանվում էր զինվորի վիճակին մարտական գոտում։ Բայց նա չէր մարտական գանգոտում, նա էր գոտում։ Նա էր Երևանում, իր գրասենյակում, պատրաստվելով գնալ պառլամենտ։ Բժիշկը տվեց նրան դեղեր, արյան ճնշումը իջեցնելու համար։ Վազգենը վերցրեց դեղերը, բայց երբեք չօգտագործեց դրանք։
Դեղերի տուփը գտնվեց նրա գրպանում հոկտեմբերի 27-ին չբացված։ Ինչու նա չօգտագործեց դեղերը։ Պատասխանը կարող է թաքնված լինել մի այլ փաստում։ Վազգենը գիտեր, որ դեղերը կդանդաղեցնեին նրա ռեակցիան, եւ նա չէր կարող թույլ տալ դանդաղ լինել։ Ոչ այն օրը։ Բայց Վազգենը միակը չէր, ով ապրում էր այս ֆիզիոլոգիական ճգնաժամը։ Կարեն Դեմիրճյանը նույնպես ցույց էր տալիս նշաններ։ Նրա աշխատակիցները նկատեցին, որ նա կորցրել էր քաշ 5 կիլոգրամ 2 շաբաթում։ Նա չէր ուտում կանոնավոր։ Նա քնում էր 3-4 ժամ գիշերը։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա ստորագրում էր փաստաթղթեր։ Սրանք նույնպես ստրեսի նշաններ էին, բայց Դեմիրճյանի դեպքում դրանք ավելի վտանգավոր էին։ Նա 61 տարեկան էր, եւ նրա սիրտը արդեն ունեցել էր խնդիրներ անցյալում։ 1996 թվականին նա ունեցել էր թեթև սրտի կաթված, որից հետո բժիշկները նախազգուշացրել էին նրան խուսափել ստրեսից։ Բայց հիմա 1999 թվականի հոկտեմբերին նա գտնվում էր ամենաստրեսային իրավիճակում իր կյանքում։ Հոկտեմբերի 25-ին Դեմիրճյանը այցելեց իր անձնական բժշկին։ Բժիշկը կատարեց էլեկտրակարդիոգրամ։ Արդյունքները ցույց տվեցին անկանոն սրտի ռիթմ՝ արհիթմիա։ Կարեն, դու պետք է հանգստանաս, ասաց բժիշկը։ Քո սիրտը չի դիմանա այս ճնշմանը։ Դեմիրճյանը հարցրեց. Ինչքան ժամանակ կարող եմ շարունակել։ Բժիշկը նույն պատասխանը տվեց, ինչ Վազգենի բժիշկը։ Մի քանի շաբաթ, գուցե ամիս։ Դեմիրճյանը ժպտաց։ Բավական է, ասաց նա։ Ես պետք է դիմանամ միայն մինչև նոյեմբերի 10-ը։ Ինչու նոյեմբերի 10-ը։ Ինչ էր պլանավորված այդ ամսաթվին։ Պատասխանը գտնվում է մի փաստաթղթում, որը հայտնաբերվեց Դեմիրճյանի գրասենյակում սպանությունից հետո։ Դա օրացույց էր, որտեղ նշված էր. նոյեմբերի 10-ը, մեծ հանրահավաք, հանրապետության հրապարակ, հայտարարություն, մեղրիի տարբերակի մասին։ Այս օրացույցը ապացուցում է, որ Վազգենը եւ Դեմիրճյանը պլանավորում էին հրապարակային քայլ։ Նրանք պատրաստվում էին բացահայտել գաղտնի բանակցությունները եւ պահանջել, որ Քոչարյանը հրաժարվի մեղրիի տարբերակից, բայց նրանք երբեք չհասան նոյեմբերի 10-ը։ Նրանք սպանվեցին հոկտեմբերի 27-ին, 14 օր առաջ իրենց պլանավորված հանրահավաքից։ 2017 թվականին, երբ Վաշինգտոնի պետական դեպարտամենտը գաղտնազերծեց 1999 թվականների հայ-ադրբեջանական բանակցությունների փաստաթղթերը, մի փաստաթուղթ առանձնացավ։ Դա 1999 թվականի սեպտեմբերի 28-ի հուշագիր էր, որը գրել էր ամերիկացի դիվանագետ Ջեյմս Գոբլը իր վերադարձից հետո Սադարակի հանդիպումից։ Հուշագրի վերնագիրը՝ Հայաստանի ներքին քաղաքական դինամիկա եւ դրա ազդեցությունը բանակցությունների վրա։ Փաստաթուղթը 35 էջ էր, բայց ամենակարևոր մասը գտնվում էր 13-րդ էջում։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկզբունքորեն համաձայն է տարածքային փոխանակման հետ, գրում է Գոբլը, սակայն նա դիմագրավում է ներքին դիմադրություն երկու հիմնական գործիչների կողմից՝ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի։ Այս երկու մարդիկ ունեն զգալի ազդեցություն հայ հասարակության վրա, հատկապես զինվորական եւ հին սովետական անվանակարգի շրջանակներում։ Նրանց դիրքորոշումը հիմնված է այն համոզմունքի վրա, որ մեղրիի տարբերակը կթուլացնի Հայաստանի ռազմավարական դիրքը եւ կդարձնի երկիրը խոցելի Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ ճնշման նկատմամբ։ Գոբլը շարունակում է. Քոչարյանը տեղեկացրել է մեզ, որ նա կարող է կառավարել այս ներքին դիմադրությունը, բայց նա պահանջում է ժամանակ։ Նա առաջարկել է, որ բանակցությունները շարունակվեն գաղտնի, մինչև նա կարողանա համոզել Սարգսյանին եւ Դեմիրճյանին, կամ եթե անհրաժեշտ է, նվազեցնել նրանց քաղաքական ազդեցությունը։ Այս վերջին նախադասությունը՝ նվազեցնել նրանց քաղաքական ազդեցությունը, ստորագրված է կարմիր մարկերով բնօրինակ փաստաթղթում։ Ով ստորագրեց այն եւ ինչու։ Փաստաթուղթը շարունակվում է մի այլ անհանգստացնող պարբերությամբ։ Մեր գնահատականը այն է, որ եթե Սարգսյանը եւ Դեմիրճյանը շարունակեն դիմադրել, Քոչարյանը կկարողանա իրականացնել բանակցությունները միայն, եթե այս երկու գործիչները հեռացվեն քաղաքական դաշտից։ Սա կարող է իրականացվել քաղաքական միջոցներով, ստիպելով նրանց հրաժարվել իրենց պաշտոններից, կամ այլ մեթոդներով, որոնք մենք չենք կարող կանխատեսել։ Այս արտահայտությունը գրված 40 օր առաջ սպանությունից հնչում է ինչպես մարգարեություն, բայց ամենաշոկային մասը գալիս է հուշագրի վերջում։ Գոբլը գրում է. Մենք խորհուրդ ենք տալիս, որ ԱՄՆ կառավարությունը շարունակի աջակցել Քոչարյանին այս բանակցություններում, նույնիսկ եթե դա նշանակում է անտեսել Սարգսյանի եւ Դեմիրճյանի դիրքորոշումը։ Մեղրիի տարբերակը միակ իրատեսական լուծումն է Ղարաբաղի կոնֆլիկտի համար, եւ մենք չպետք է թույլ տանք ներքին հայկական քաղաքականությանը խանգարել այս պատմական հնարավորությանը։
Այս հուշագիրը ստորագրված է Ջեյմս Գոբլի կողմից և հաստատված է Պետական դեպարտամենտի Եվրասիայի գծով օգնական քարտուղարի կողմից։ Երբ այս փաստաթուղթը հրապարակվեց 2017 թվականին, հայ հասարակությունը ցնցվեց։ Ամերիկացի դիվանագետները գիտեին, որ Սարգսյանը և Դեմիրճյանը խոչընդոտ են։ Նրանք խորհուրդ էին տալիս անտեսել նրանց դիրքորոշումը։ Բայց արդյոք նրանք գիտեին, որ անտեսելը կարող է վերածվել ֆիզիկական վերացման։ Արդյոք Գոբլը, երբ գրում էր այլ մեթոդներով, հասկանում էր, թե ինչ կարող է նշանակել այդ արտահայտությունը։ Երկրորդ փաստաթուղթը, որը հայտնաբերվեց նույն արխիվում, ավելի անմիջական էր։ Դա 1999 թվականի հոկտեմբերի 18-ի հեռագիր էր, որը ուղարկվել էր Վաշինգտոնից Երևանի ամերիկյան դեսպանատուն։ Հեռագրի վերնագիրը հրատապ Հայաստանի քաղաքական իրավիճակի մոնիտորինգ։ Հեռագիրը հրահանգում էր դեսպանատանը ուշադիր հետևել Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի հանրային հայտարարություններին և անձնական շարժումներին։ Հեռագիրը նաև պահանջում էր անմիջապես զեկուցել ցանկացած նշանի մասին, որ այս երկու գործիչները պլանավորում են հանրային քայլեր Մեղրիի տարբերակի դեմ։ Այս հեռագիրը ապացուցում է, որ ամերիկյան դիվանագիտությունը ակտիվորեն մոնիտորինգ էր անում Սարգսյանին և Դեմիրճյանին։ Բայց ինչու։ Եթե նրանք պարզապես դիվանագետներ էին, ինչու էին նրանք այդքան հետաքրքրված երկու հայ քաղաքական գործիչների շարժումներով։ Պատասխանը կարող է լինել այն, որ նրանք չէին պարզապես դիտորդներ։ Նրանք ակտիվ մասնակիցներ էին այն գործընթացում, որը պետք է հանգեցներ Մեղրիի տարբերակի ընդունմանը։ Եվ Սարգսյանը և Դեմիրճյանը սպառնալիք էին այդ գործընթացին։ Երրորդ փաստաթուղթը ամենաանհանգստացնողն է։ Դա 1999 թվականի հոկտեմբերի 25-ի հուշագիր է, գրված Երևանի ամերիկյան դեսպանի կողմից։ Հուշագրի վերնագիրը հնարավոր քաղաքական ճգնաժամ Հայաստանում։ Դեսպանը գրում է. «Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը պլանավորում են մեծ հանրահավաք նոյեմբերի սկզբին, որտեղ նրանք կբացահայտեն Մեղրիի տարբերակի մանրամասները և կպահանջեն, որ Քոչարյանը հրաժարվի այդ պլանից։ Եթե այս հանրահավաքը տեղի ունենա, այն կարող է ստեղծել լուրջ քաղաքական ճգնաժամ և վտանգել ողջ բանակցային գործընթացը»։ Դեսպանը շարունակում է. «Մենք խորհուրդ ենք տալիս, որ Վաշինգտոնը անմիջապես կապվի Քոչարյանի հետ և տեղեկացնի նրան այս իրավիճակի մասին։ Քոչարյանը պետք է գտնի ճանապարհ կանխելու այս հանրահավաքը կամ նվազեցնելու դրա ազդեցությունը»։ Այս հուշագիրը գրվել է հոկտեմբերի 25-ին։ 2 օր հետո Սարգսյանը և Դեմիրճյանը սպանվեցին։ Արդյոք սա պատահականություն է։ Չորրորդ փաստաթուղթը, որը երբեք պաշտոնապես չի գաղտնազերծվել, բայց արտահոսել է լրագրողների կողմից, ավելի ուղղակի է։ Դա 1999 թվականի հոկտեմբերի 26-ի հեռախոսային զրույցի արձանագրություն է Վաշինգտոնի և Երևանի միջև։ Զրույցը տեղի է ունեցել Պետական դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի և Ռոբերտ Քոչարյանի միջև։ Արձանագրությունը մասնակի է, բայց այն պարունակում է մի փոխանակում, որը սառեցնում է արյունը։ «Պարոն նախագահ, մենք հասկանում ենք ձեր դժվարությունները Սարգսյանի և Դեմիրճյանի հետ», ասում է ամերիկացի պաշտոնյան, «բայց մենք պետք է շարժվենք առաջ բանակցություններով։ Ադրբեջանի նախագահ Ալիևը սպասում է պատասխանի։ Եթե մենք չտանք նրան դրական ազդանշան շուտով, նա կարող է հեռանալ սեղանից»։ Քոչարյանը պատասխանում է. «Ես հասկանում եմ, բայց ես չեմ կարող պարզապես անտեսել Սարգսյանին և Դեմիրճյանին։ Նրանք ունեն չափազանց մեծ ազդեցություն»։ Ամերիկացի պաշտոնյան ասում է. «Ապա դուք պետք է գտնեք ճանապարհ նվազեցնելու նրանց ազդեցությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ երկու մարդ խանգարեն պատմական հնարավորությանը»։ Զրույցը շարունակվում է, բայց վերջին փոխանակումը ամենակարևորն է։ Քոչարյանը ասում է. «Ես կանեմ այն, ինչ անհրաժեշտ է»։ Ամերիկացի պաշտոնյան պատասխանում է. «Մենք վստահում ենք ձեզ, պարոն նախագահ, և մենք կաջակցենք ձեզ ցանկացած որոշման մեջ, որը դուք կայացնեք»։ Այս արձանագրությունը, եթե այն իսկական է, ցույց է տալիս, որ Վաշինգտոնը ոչ միայն գիտեր Քոչարյանի դժվարությունների մասին, այլ նաև խրախուսում էր նրան անել այն, ինչ անհրաժեշտ է։ Բայց ինչ էր անհրաժեշտ։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան ժամը 9 Նաիրի Հունանյանը մտավ մի փոքրիկ սրճարան Երևանի կենտրոնում։ Նա պատվիրեց սև սուրճ, նստեց պատուհանի մոտ և հանեց փոքրիկ նոթատետր։ Սրճարանի սեփականուհին հետո պատմեց, որ Հունանյանը գրում էր ինչ-որ բան մոտ 20 րոպե, հետո պատռեց էջը, դրեց գրպանը և հեռացավ, առանց սուրճը ավարտելու։ Այդ էջը երբեք չգտնվեց, բայց մենք գիտենք, թե որտեղ գնաց Հունանյանը հաջորդը։ Նա գնաց դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ գտնվում էր Ազգային ժողովի շենքը։ Նա չմտավ ներս։ Նա պարզապես կանգնեց դիմացի կողմում, ծխեց 2 սիգարետ և նայեց շենքի մուտքին։
Անվտանգության տեսախցիկները գրանցեցին նրան ժամը 12:30 րոպեին։ 3 ժամ հետո նա կմտներ այդ շենք, ավտոմատ զենքով ձեռքին։ Բայց Հունանյանը միայնակ չէր այդ առավոտյան։ Նրա հետ էին եւս 4 մարդ՝ Էդուարդ Գրիգորյանը, Կարեն Խաչատրյանը, Դերենիկ Եղիազարյանը եւ Վրամ Գալստյանը։ 5-ը հանդիպեցին ժամը 12-ին մի լքված շինարարական տարածքում Նորք Մարաշի թաղամասում։ Ականատեսը, որը աշխատում էր մոտակա խանութում, տեսավ նրանց, բեռնում մեքենայի բեռնարկղ երկար պայուսակներ։ Ես մտածեցի, որ նրանք շինարարներ են, ասաց ականատեսը հետո։ Բայց պայուսակները շատ ծանր էին, 2 մարդ պետք էր բարձրացնելու համար 1 պայուսակը։ Այդ պայուսակներում էին կալաշնիկով ավտոմատները, ձեռքի նռնակները եւ փամփուշտների տուփերը։ Ամբողջը ավելի քան 30 կիլոգրամ զենք։ Ժամը 1-ին նրանք մեկնեցին։ 2 մեքենա, մի հին Ժիգուլի եւ մի Վոլգա։ Նրանք վարեցին դանդաղ կանգ առան կարմիր լույսերի վրա, չխախտեցին երթևեկության ոչ մի կանոն։ Ոստիկանությունը հետո վերլուծեց երթևեկության տեսախցիկների ձայնագրությունները։ Մեքենաները անցան Բաղրամյան պողոտայով ժամը 2:10 րոպեին։ Նրանք շրջեցին շենքի շուրջը 2 անգամ, կարծես ուսումնասիրում էին տարածքը։ Հետո կայանեցին 200 մետր հեռավորության վրա, փոքրիկ կողային փողոցում, եւ սպասեցին։ Ինչին էին սպասում։ Պատասխանը գտնվում է Հունանյանի հեռախոսի գրառումներում, որոնք վերականգնվեցին դատավարության ժամանակ։ Ժամը 2:20 րոպեին Հունանյանը ստացավ կարճ SMS. Նրանք ներսում են, միստը սկսվել է, գնա։ Հեռախոսահամարը, որից եկավ հաղորդագրությունը, գրանցված էր անհայտ անձի անվամբ։ Բայց հետագա հետաքննությունը հայտնաբերեց, որ այդ համարը ակտիվացվել էր միայն 3 օր առաջ, հոկտեմբերի 24-ին, եւ օգտագործվել էր միայն 1 անգամ այդ հաղորդագրությունը ուղարկելու համար։ Հետո SIM քարտը ոչնչացվեց։ Ո՞վ էր ուղարկել այդ հաղորդագրությունը։ Ո՞վ էր ներսում, ազգային ժողովում, եւ տեղեկացնում էր Հունանյանին, որ Սարգսյանը եւ Դեմիրճյանը ներկա են նիստում։ Ժամը 2:25-ին 5 մարդիկ ելան մեքենաներից։ Նրանք հագնում էին սև հագուստներ, սև ձեռնոցներ։ Նրանք հանեցին պայուսակներից զենքերը, թաքցրին դրանք երկար վերարկուների տակ։ Հետո քայլեցին դեպի ազգային ժողովի շենքը։ Անվտանգության տեսախցիկները գրանցեցին նրանց մոտենում մուտքին, բայց ոչ ոք չկանգնեցրեց նրանց։ Ինչու։ Պաշտոնական հետաքննության զեկույցի համաձայն հոկտեմբերի 27-ին ազգային ժողովի անվտանգության համակարգում եղել են լուրջ թերություններ։ Զեկույցը նշում է, անվտանգության ստանդարտ պրոցեդուրները չեն կատարվել, որոշ անվտանգության համակարգեր չեն աշխատել։ Այդ օրը պարլամենտում էր պլանավորված հատուկ նիստ քննարկելու Մեղրիի հարցը։ Եվ ճիշտ այդ նիստի ժամանակ Հունանյանը եւ նրա խումբը մտան շենք։ Նրանք անցան գլխավոր մուտքով։ Հետաքննության տվյալների համաձայն Հունանյանը ցույց տվեց փաստաթուղթ եւ ներս անցավ։ Նրանք բարձրացան երկրորդ հարկ։ Նրանք անցան երկար միջանցքով, որտեղ պատերին կախված էին Հայաստանի նախագահների լուսանկարները։ Նրանք հասան նիստերի դահլիճի դռանը։ Ժամը 2:39։ Ներսում Վազգեն Սարգսյանը խոսում էր ամբիոնից։ Նա ներկայացնում էր զեկույց տնտեսական իրավիճակի մասին։ Կարեն Դեմիրճյանը նստած էր նախագահի աթոռին, լսում էր։ Դահլիճում էին 110 падգամավոր, նախարարներ, խորհրդանաններ։ Ոչ ոք չգիտեր, որ 5 մարդ կանգնած են դռան հենց մյուս կողմում, զենքերով ձեռքին։ Հունանյանը հանեց ավտոմատը վերարկուի տակից։ Նա նայեց իր ընկերներին։ Նրանք բոլորը հանեցին իրենց զենքերը։ Հետո Հունանյանը բացեց դուռը։ Ժամը 2:31-ին Նաիրի Հունանյանը մտավ ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ գոչեց. «Բոլորը գետին, սա հեղաշրջում է»։ Հետո նա սկսեց կրակել ամբիոնի ուղությամբ, որտեղ կանգնած էր Վազգեն Սարգսյանը։ Առաջին պրակոցները խփեցին Սարգսյանի կրծքավանդակը։ Նա ընկավ անմիջապես։ Դահլիճում սկսվեց խուճապ։ Մարդիկ թաքնվեցին սեղանների տակ, փորձեցին փախչել դեպի ելքերը։ Բայց Հունանյանի խումբը արգելափակել էր բոլոր դուռները։ Նրանք կրակում էին օդ, գոչում էին. «Մնացեք տեղում, ով շարժվի կմեռնի»։ Կարեն Դեմիրճյանը փորձեց կանգնել իր աթոռից։ Հունանյանը շրջվեց դեպի նրան եւ կրակեց։ Դեմիրճյանը ընկավ նախագահի ամբիոնի հենց դիմացը։ 2 մարդիկ, ովքեր պետք էին կանխեին Մեղրիի տարբերակը, հիմա ընկած էին արյան մեջ, բայց Հունանյանը չդադարեց։ Նա շարունակեց կրակել դեպի այն падգամավորները, ովքեր փորձում էին փախչել։ Ընդհանուր առմամբ 9 րոպեում նա եւ նրա խումբը սպանեցին 8 մարդ եւ վիրավորեցին 31-ին։ Բայց ինչու 9 րոպե։ Ինչու Հունանյանը չփախավ անմիջապես սպանությունից հետո։ Պատասխանը գտնվում է ականատեսների վկայություններում։
Հունանյանը, սպանելուց հետո Սարգսյանին եւ Դեմիրճյանին, մոտեցավ միկրոֆոնին եւ սկսեց խոսել։ «Մենք արեցինք սա, որովհետեւ այս կառավարությունը դավաճանում է Հայաստանին», ասաց նա։ «Նրանք պատրաստվում են վաճառել Մեղրին Ադրբեջանին։ Նրանք պատրաստվում են հանձնել Ղարաբաղը։ Մենք չենք թույլ տա սա»։ Այս խոսքերը գրանցվեցին դահլիճի ձայնագրման համակարգի կողմից, բայց ամենակարևորը այն է, որ Հունանյանը չասաց «ես», նա ասաց «մենք»։ Ո՞վ էր մենք։ Հունանյանը շարունակեց խոսել եւս 5 րոպե։ Նա մեղադրեց Կոչարյանին, նա մեղադրեց կառավարությանը, նա մեղադրեց արտաքին ուժերին, որոնք փորձում էին վերահսկել Հայաստանը։ Բայց նա երբեք չհիշատակեց Մեղրիի տարբերակի կոնկրետ մանրամասները։ Նա երբեք չասաց, թե ով տվեց նրան տեղեկատվություն այդ պլանի մասին։ Նա երբեք չբացահայտեց, թե ով ֆինանսավորեց այս գործողությունը։ Եվ ամենակարևորը, նա երբեք չբացատրեց, թե ինչու նա ընտրեց հենց այդ օրը, հենց այդ ժամը, երբ Սարգսյանը եւ Դեմիրճյանը երկուսն էլ ներկա էին նույն դահլիճում։ Ժամը 2:40-ին հասավ հատուկ ջոկատը։ Նրանք շրջափակեցին շենքը, բայց Հունանյանը չդիմադրեց։ Նա եւ նրա խումբը հանձնեցին զենքերը եւ թույլ տվեցին ձերբակալել իրենց։ Երբ ոստիկանությունը հարցրեց նրան, ինչու նա չփախավ, Հունանյանը պատասխանեց. «Որովհետեւ մենք չէինք փախչում։ Մենք եկել էինք հայտարարություն անելու, եւ մենք արեցինք դա»։ Բայց ինչ հայտարարություն։ Սպանություն, թե ինչ-որ այլ բան։ Հետագա հետաքննությունը բացահայտեց մի տարօրինակ փաստ։ Հունանյանի գրպանում գտնվեց մի թղթի կտոր, որի վրա գրված էր. «Հիշիր, միայն Սարգսյանը եւ Դեմիրճյանը, ոչ ոք այլ։ Եթե դու սպանես ուրիշներին, պլանը ձախողվում է»։ Այս նշումը ցույց է տալիս, որ Հունանյանը ուներ հստակ հանձնարարություն սպանել միայն 2 մարդկանց։ Բայց նա սպանեց 8-ը։ Ինչու՞։ Արդյոք նա կորցրեց վերահսկողությունը, թե նա ուներ այլ պատճառներ։ Դատավարության ժամանակ Հունանյանը պնդեց, որ նա գործեց միայնակ, որ ոչ ոք չտվեց նրան հանձնարարություն, որ նա պարզապես ուզում էր փրկել Հայաստանը։ Բայց դատախազությունը ներկայացրեց ապացույցություններ, որ Հունանյանը ստացել էր ֆինանսական օգնություն անհայտ աղբյուրներից։ Նրա բանկային հաշվին 3 շաբաթ առաջ սպանությունից փոխանցվել էր $10,000։ Փողը եկել էր օֆշորային ընկերությունից, որը գրանցված էր Կիպրոսում։ Երբ հետաքննողները փորձեցին հետևել փողի հետքին, նրանք հասան փակուղի։ Ընկերությունը գոյություն չուներ։ Այն ստեղծվել էր միայն 1 գործարքի համար՝ փոխանցել փողը Հունանյանին։ Հետո այն լուծարվեց։ Բայց ամենաանհանգստացնող ապացույցությունը եկավ Հունանյանի բջջային հեռախոսից։ Հետաքննողները վերականգնեցին ջնջված հաղորդագրությունները։ Մեկ հաղորդագրություն, որը ուղարկվել էր հոկտեմբերի 26-ին, Եցին ասում էր. «Վաղը 2:30-ին։ Նրանք երկուսն էլ կլինեն այնտեղ, մի ձախողիր»։ Հաղորդագրությունը եկել էր նույն անհայտ համարից, որը ուղարկել էր SMS-ը հոկտեմբերի 27-ին։ Բայց ով էր այդ անհայտ մարդը, որը գիտեր, որ Սարգսյանը եւ Դեմիրճյանը երկուսն էլ կլինեն ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին ժամը 2:30-ին։ Ով ուներ այդ տեղեկատվությունը նա։ 2001 թվականին, 2 տարի հետո սպանությունից, հայ լրագրող Մարկ Գրիգորյանը ստացավ անանուն նամակ։ Նամակը պարունակում էր 3 փաստաթուղթ՝ բանկային փոխանցման անդորրագրեր, հեռախոսային զրույցների արձանագրություններ եւ մի լուսանկար։ Լուսանկարը ցույց էր տալիս 2 մարդկանց նստած ռեստորանում խոսում։ Մեկը Նաիրի Հունանյանն էր, մյուսը բարձրաստիճան պաշտոնյա Հայաստանի կառավարությունից, որի անունը մենք չենք կարող հրապարակել իրավական պատճառներով։ Լուսանկարը արված էր 1999 թվականի սեպտեմբերի 15-ին, ճիշտ 1 ամիս առաջ սպանությունից։ Գրիգորյանը փորձեց հրապարակել այս նյութերը, բայց նրա խմբագիրը մերժեց։ «Սա չափազանց վտանգավոր է», ասաց խմբագիրը։ «Եթե մենք հրապարակենք սա, մենք կդառնանք թիրախ»։ Գրիգորյանը չհրաժարվեց։ Նա տարավ փաստաթղթերը միջազգային լրագրողների կազմակերպություն, բայց նախքան նա հասցներ հրապարակել դրանք, նա ստացավ սպառնալիք։ Անհայտ մարդիկ զանգահարեցին նրան եւ ասացին. «Եթե դու հրապարակես այդ փաստաթղթերը, քո ընտանիքը վտանգի մեջ կլինի»։ Գրիգորյանը վախեցավ։ Նա թաքցրեց փաստաթղթերը եւ լռեց։ Բայց նա պահպանեց պատճենները։ Եվ 2018 թվականին, երբ նա մեռավ սրտի կաթվածից, նրա որդին գտավ այդ փաստաթղթերը եւ հանձնեց դրանք հետաքննող լրագրողների խմբին։ Այդ փաստաթղթերը բացահայտում են մի պատմություն, որը պաշտոնական տարբերակը երբեք չպատմեց։ Հունանյանը չէր գործում միայնակ։ Նա ուներ հովանավոր, մի մարդ, որը տրամադրեց նրան փող, տեղեկատվություն եւ պաշտպանություն։ Այդ մարդը չէր պարզապես քաղաքական գործիչ։ Նա էր մի մարդ, որը ուներ մուտք դեպի ամենաբարձր մակարդակի տեղեկատվություն։
Նա գիտեր Մեղրիի տարբերակի մասին։ Նա գիտեր, որ Սարգսյանը եւ Դեմիրճյանը պլանավորում էին հանրահավաք։ Եվ նա գիտեր, որ եթե այդ հանրահավաքը տեղի ունենա, Մեղրիի տարբերակը կձախողվի։ Հետևաբար նա որոշեց վերացնել խնդիրը։ Բանկային փոխանցումները ցույց են տալիս, որ Հունանյանը ստացել է ընդհանուր $30,000 3 տրանշերով։ Առաջին տրանշը $10,000 սեպտեմբերի 15-ին, երկրորդ տրանշը $10,000 հոկտեմբերի 15-ին, երրորդ տրանշը $10,000 հոկտեմբերի 26-ին, մեկ օր առաջ սպանությունից։ Փողը եկել է տարբեր օֆշորային ընկերություններից, բայց բոլորը վերջում հանգում են մեկ աղբյուրի՝ մի ընկերություն, որը կապված է Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Հեռախոսային զրույցների արձանագրությունները ավելի բացահայտիչ են։ Սեպտեմբերի 20-ին Հունանյանը զրուցել է անհայտ մարդու հետ։ Զրույցը կարճ է, փստստակ։ Դու պատրաստ ես, հարցնում է անհայտ մարդը։ Այո, պատասխանում է Հունանյանը։ Դու հասկանում ես, թե ինչ պետք է անես, հարցնում է անհայտ մարդը։ Այո, Սարգսյանը եւ Դեմիրճյանը, պատասխանում է Հունանյանը։ Ճիշտ է։ Եվ հիշիր, դու անում ես սա երկրի համար, ասում է անհայտ մարդը։ Ես գիտեմ, պատասխանում է Հունանյանը։ Բայց ով էր այդ անհայտ մարդը։ Ձայնի վերլուծությունը, որը կատարվեց անկախ փորձագետների կողմից, ցույց տվեց, որ ձայնը պատկանում է մի մարդու, որը այդ ժամանակ զբաղեցնում էր բարձր պաշտոն Հայաստանի կառավարությունում։ Բայց ով էր այդ մարդը։ Եվ ավելի կարևոր, ով էր կանգնած նրա հետևում։ Ով ուներ շահ Մեղրիի տարբերակը հաջողեցնելու համար։ Ով էր այնքան վախեցել, որ Վազգենը եւ Դեմիրճյանը կխանգարեն այդ պլանին, որ որոշեց նրանց վերացնել։ Այս հարցը մնում է անպատասխան։ Պաշտոնական հետաքննությունը երբեք չբացահայտեց սպանության իսկական պատվիրատուին։ Հունանյանը դատապարտվեց ցմահազատազրկման, նրա 4 ընկերները նույնպես։ Բայց այն մարդը, որը տրամադրեց փողը, տեղեկատվությունը, պլանը, նա երբեք չգտնվեց։ Կամ գուցե նրան պարզապես երբեք չփնտրեցին։ 20 տարի անց մենք դեռ չգիտենք ճշմարտությունը։ Մենք գիտենք միայն այն, որ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը մեռան, որովհետեւ նրանք կանգնել էին մի պլանի դեմջ, որը կփոխեր Հայաստանի ճակատագիրը։ Մենք գիտենք, որ Մեղրիի տարբերակը երբեք չիրականացվեց, բայց մենք չգիտենք, արդյոք սա էր նրանց փրկության նպատակը, թե նրանց սպանությունը խանգարեց ավելի մեծ պլանի։ Այն, ինչ մենք գիտենք հաստատ, այն է, որ հոկտեմբերի 27-ը փոխեց Հայաստանը հավերժ։ Եվ 4-րդ տարբերակը, այն տարբերակը, որը Վազգենը եւ Դեմիրճյանը փորձեցին ստեղծել, մնաց միայն պատմության անգիտակից էջերում, չակնված, մոռացված, բայց ոչ ամբողջովին, որովհետև մենք դեռ հիշում ենք, եւ մենք դեռ հարցնում ենք, ով էր այդ մարդը ստվերում, եւ ինչու նա երբեք չպատասխանեց իր արածի համար։